Հումքի նախապատրաստման արտադրամասի հերթափոխի պետ Ավդալյան Արայիկ։ Պարոն Ավդալյան, 4 օրը չի գործում ցեմենտի գործարան, ինչ հետևանքներ կունենա, որն է ձեր պահանջը։ Հետևանքը այն կլինի, որ մենք կունենանք ֆինանսական շատ լուրջ խնդիրներ, այս ամբողջ ժողովրդի անունից եմ ասում, հավաքվածները սաղ այդ բողոքն ունեն, այդ խնդիրն ունեն։ Մեկ, երկրորդն էլ ասենք պատճառն ինչա, որ այս գործարանը սպային պալոմվել է ու սենց կոպիտ ասած շպրտել են մի կողմի վրա, գնացել են, ասենք թքած ունենալով այս քաղաքի ժողովուրդը, որ ստեղով ապրում։ Ուզում եմ պետականացնել։ Այսինքն հիմքերը Վերադարձնել ժողովրդին, այդպես ասում է Նիկոլ Փաշինյանը։ ինչ որ այա, խիափակ, դա ինչ կապ ունի պետականացման հետ։ Դա պրոցես է, որը որ ոչ մեկ էլ ոչինչ չի կարա կանխագուշակի ու խոսա։ Ու դա էլ հարց է։ Բայց այս մարդիկ օրական են կորցնում։ Բանկերին ունեն ապառիկներ, հիպոթեկներ, եսի մինչեր պետք է տան։ Որ բանկն եկավ, չտվի օրը անցավ ժամկետանց, չէ՞։ Վարկային վատ պատմություն ու կյանքի ավելի բարդ պրոցես 1000 հոգու համար ու քաղաքի գյուղի ժողովուրդը ստեղ են։ Հիմա մենք ինչ անենք։